Մյուս հարց ասեմ, Ժողովուրդ ջան, վարկեր այսօր սա վարկի տակ եք, թե վարկի տակ չէ։ Ամեն տնից 3-4 հոգի կառավարությունը պետք է մտածի դրա մասին։ 15 միլիարդ վերցել են։ Թող մեկը ինձ ասեք, թե պատասխանի, ասի ճիշտ չես ասում։ 15 միլիարդ։ Այսօր ժողովրդի Ես ձեզ ոչ տեսօր ասում եմ, հենց մենք եկան թոշակները դառնալա 200,000, առաջնային թոշակը դառնալա նվազագույն զամբյուղի չափով 78,000, որ քո այդ թոշակառուները, բարեխիղճ, որը տարի կառել են, այդ մարդկանց պետք է ուշադրություն, գոնե մինիմումը կարողանաս ապահովել։ Ոնց որ դու քո ընտանիքի ղեկավարն ես, քո ընտանիքին չկարողանաս կերակրել։ Դա քո խնդիրն է, վերցել է ծանրությունը, կազմակերպի, զարգացրու, ներդրում բեր, թող մեկը ին տեխնոլոգիան բերի, դու քո տարածքները տրամադրի, կազմակերպի, պետք է եթե մարդիկ անփորձ են, կյանքում չեն աշխատել, քարը քարին չեն դրել, դա տենց է լինելու ժողովուրդ։ Ես ինչ որ ասում եմ, դա այդպես է, որ ասենք թե այսօր մինչև 3 միլիոն դրամ ցանկացածով վարկի տակ է մնացել, դրա համար ասում եմ, եղել է կորոնավիրուս, եղել է տնտեսական ճգնաժամ, մարդիկ չեն աշխատել, մարդիկ գոյատևել են, տուն են պահել, իրենց առողջության են հետևել, եթե նա 2,450,000 վարկառու ունենք, 2,200,000-ը անմիջապես այդ ճայճից դուրս են գալի, ընդհանրապես պետությունը պետք է 1 միլիարդով ավելանա, այդ թող ավելանա 15 միլիարդ, ժողովուրդ խաբարեք 15 միլիարդից, փող են ավելացած ես, աշխատատեղ են սարքել, ոչ մի բայց 1 միլիարդ ավելանա, գոնե 2,200,000 մարդ այդ ճայճից դուրս է գալու, ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ամեն ինչը ոչ թե անգիր արած, ես ձեզ նորից եմ ասում, ես որպես ինձ դնում եմ ձեր տեղը, որ մարդը այսօր հույսով, հավատով իմանա իրան մասին մտածող բան կա, գոնե մի ամիս հետո բանա փոխ։ Ձեր ձայնը, ձեր ցավը տանեմ, առաջի որոշումը դա է լինելու, ու այսօր ձեզ նորից ասեմ, այսօր կապ չունի կուսակցական պատկանելություն, 70-80 կուսակցություն կա, բայց սա հայ է, սաղի ցավը տանեմ, բոլորն էլ ուզում են, որ իրենց տունը լավ պահեն, իրենց ընտանիքը լավ ապրի, իր երեխու ապագան փայլուն լինի, այսինքն բոլորը պետք է նայեն, ով կարա դա անի, դրա տակ ով կարա մտնի, ձեզ ցավը տանեմ, այսօր Պարզ է, ես տեսնում եմ, հեռացնում են, գործից են անում օրինական, անօրինական, հեր եկավ տեղում է, ուրեմն տղային են գործից ազատում, անիմը դիմում չի գրեմ, բայց էլ է դադի կտա կվերականգնվի, հետո այդ աշխատողը այդ դիմումը, որ մակագրե հանել է, նա պետք է իմանա, որ ամսի 7-ից հետո որտեղ է լինելու, կամ 3 ամիս հետո, նա ոնց է այդ մարդու երեսը նայելու, պետք է ասել են արել եմ, ես չէի կար, այդ չէի կարա դիմում, դիմում գրի դուրս արի, ես ձեր հետ խոսում եմ, իրական որպես ձեր փոխարեն հասկանալով աննարի ոչինչ չկա ժողովուրդ։ Այսօր հիմնական ես ձեզ ասում եմ, որ մենք պետք է մեր եղբայր պետությունները չտշնամանանք, բարեկամական հարաբերությունը պետք է պահենք, պետք է բանակցենք, պետք է մի քանի ընտրություն ունենանք, եթե չէ դու հիմա այսօր Ռուսաստանը տշնամանում ես, ես միշտ ասել եմ, էլորն եմ հայտարարել, արդեն լիարժեք դու փակուղի ես մտնում, որ ժողովուրդը արդեն չի կարողանալու, ոչ բանկի վարկը փակի, ոչ իր աշխատողի, ասենք աշխատավարձը տա, հիմա այսօր այդ վիճակն է ժողովուրդը, ճանապարհները փակա, Ռուսաստանը ասում հայ ժողովրդին բարեկամներն են, բայց այդ ղեկավարությունը թող կողմորոշվի, եթե մեր այդ թշնամի է, ուզում է թշնամիները համագործակցի, իրա ցավն տանեմ, թող ժողովուրդը իմանան, որ մենք իրենց բարեկամն ենք, մենք չենք ուզում քայլ կատարենք, բայց իրենք ուզում են մեր թշնամիների հետ եղբայրություն անեն։ Հիմնական հարցը դրած է, այսօր մարդիկ եթե չեն կարողանում իրենց ապրանքը տանեն, վարկերի տակ են, աշխատավարձ պետք է տա։ Գոնե այսօր մեր ղեկավարությունը
Պետք է բանկերին ասի, որ այդ մարդիկ վարկի տակ են, կամ այդ վարկի տոկոսները սառացրեք, կամ պետությունը պետք է փակի, մինչև ճանապարհ գտնի։ Ոչ մի ճանապարհ էլ չեն կարող գտնել։ Այսօր Եվրոպան, ասենք թե ինչ, Վրաստանը քանի տարի Եվրոպայի անդամ էր, որը լիարժեք չկարողացավ մի շիշ գինի վաճառի, նորից եկավ էլի իր տեղը, այն ժամանակ էլ լողեր կորցրեցին, մենք պետք է այսօր ոչ թե ես անգին արած բաներ եմ ասում, Ժորժան, իրականությունը, դուք ինձ լավ գիտեք, դուք էլ եք հետևում։ Մենք պետք է կարողանանք լիարժեք ունենալ երաշխավորած խաղաղություն, առաջնայինը։